Այսօրվա թեման ԵՏՄ ներմուծման հայտարարագիրն է։ ԵՏՄ ներմուծման հայտարարագիրը լրացնում ենք հարկվճարողի անհատական գրասենյակի ԵՏՄ գործակների դարանից, պետք է լրացնել ներմուծման հարկային հայտարարագիրը և ներմուծման հայտարարությունը։ Նշված երկու ձևաչափը լրացնելու համար մեզ անհրաժեշտ փաստաթղթերն են։ Ռուսաստանից ներմուծման դեպքում ՈՒՊԴ (Ունիվերսալնի передаточный документ)։ Սա, որպեսզի հասկանանք ինչ փաստաթուղթ է, կարելի է զուգահեռներ տանել մեր հաշվապահության մեջ օգտագործվող փաստաթղթերի հետ, այն նույնն է, ինչ որ հարկային հաշիվը կամ հաշիվ վավերագիրը։ CMR-ը տրանսպորտային ուղեկցող փաստաթուղթ է, որը միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների հիմնական փաստաթուղթն է։ Այն հաստատում է բեռի ընդունումը փոխադրողի կողմից, ինչպես նաև պարունակում է տեղեկություններ ապրանքի ուղարկողի և ստացողի մասին։ Սա եռակողմ փաստաթուղթ է բեռը ուղարկողի, ստացողի և բեռնափոխադրողի միջև։ Տրանզիտնա դեկլարացիա տարանցման հայտարարագիրը մաքսային փաստաթուղթ է, որն օգտագործվում է ապրանքները երրորդ երկրի տարածքով առանց մաքսատուրքեր և հարկեր վճարելու փոխադրելու համար։ Մեր դեպքում Ռուսաստանից բեռը Վրաստանի տարածքով գալիս է Հայաստանի Հանրապետություն և պայմանագիր վաճառողի և գնորդի միջև։ Այժմ ցույց տամ, թե ինչպիսի տեսք ունեն նշված փաստաթղթերը։ Սա ՈՒՊԴ-ն է, որը իր մեջ պարունակում է տվյալներ վաճառողի մասին, գնորդի մասին, ապրանքի մասին, քանակ, գին, գումար և այլն։ Սա CMR-ն է, որի վերևի աջ անկյունում հիմնականում գրված է լինում նրա համարը, որը հայտարարագիր լրացնելուց մենք կօգտագործենք։ Իսկ սա տրանզիտային դեկլարացիան է, տարանցման հայտարարագիրը, որի աջ վերևի անկյունում հիմնականում գրված է լինում նրա համարը, որը ևս մենք կօգտագործենք հայտարարագիր լրացնելուց։ Անցնենք առաջ։ Հայտարարագիր լրացնում է ԵՏՄ գործակների դարան բաժնից։ Այստեղ եթե տանք որոնել, մենք կտեսնենք նախկինում մեր լրացրած բոլոր հայտարարագրերը և պատմություն կոճակի միջոցով կարող ենք տեսնել դրանք, ուրեմն լրացրած փաստաթղթերը, գծված փաստաթղթերը։ Հիմա լրացնենք նորը։ Նորը լրացնելու համար տալիս ենք ստեղծել նոր գործարք։ Գործարքի տեսակը ներմուծում։ Ներմուծման ամսաթիվը 16 փետրվար։ Գործընկեր երկիր ՌԴ, ստանդարտ, ստեղծել։ Անվանումը, մեր կազմակերպության անվանումը ռուսերեն, Ռուսաստանի Դաշնության գործընկեր կազմակերպության նույնականացման կոդը, որը մենք նախորդ պատրաստել ենք, անվանումը հայերեն, անվանումը ռուսերեն, գործընկերոջ, տարանցման հայտարարագրի համարը, պայմանագրի համարը 5, հաշիվ ապրանքագրի համարը 16։ Ներմուծվող ապրանքի ԱՏԳ ծածկագիրը 44029, 44029 լրացնում ենք, բերված պատուհանից ընտրում ենք, փայտածուղ, հարկման բազայի չափման միավորը կիլոգրամ, հավաքում ենք կիլո ավելի հեշտ գտնելու համար և կիլոգրամ ընտրում ենք, ապրանքների ծավալը 21600 և տալիս ենք պահպանել։ Գործարքների տվյալները հաջողությամբ պահպանվել են։ Անցնում ենք առաջ։ Գնում ենք փաստաթղթեր բաժին։ Այդ մասը լրացնելուց հետո նոր փաստաթղթեր բաժինը մեր համար դառնում է ակտիվ, մինչ այդ փաստաթղթեր բաժինը մեր համար ակտիվ չէ։ Պետք է գցենք փաստաթղթերը, որոնք պահանջվում են, գցել այլ փաստաթղթեր,
այստեղ ընտրում ենք այլ փաստաթղթեր, նախորդ պատրաստած փաստաթղթերից ընտրում ենք ուրեմն տարանցման հայտարարագիրը, հաջորդն ենք ընտրում, հաշիվն ենք ընտրում, հաջորդն ենք ընտրում և տարանցման հայտարարագիր ընտրեցինք, հաշիվն ընտրեցինք, մնաց ընտրել CMR-ը, ահա և CMR-ն է, ոյ, սխալ, ոչինչ, ստացվեց իշա գնորդի, պետք է ընտրեինք այլ փաստաթղթեր, բայց մի խոսքով սրան պայքը այդքան ուշադրություն չի դարձնում, կարծես թե բագրելու հնարավորություն չկա, այստեղ պետք է ընտրեինք այլ փաստաթղթեր, իշա գնորդի գործելու կոմիսիայի պայմանագիր չէ, սա, ապա տալիս ենք ստեղծել ներմուծման հայտարարագիր, ներմուծման ամսաթիվը օրը 16, սա ներկայացման օրն է, սա ինքնաշխատ հարկային մարմինը կսահմանի, պասիվ են այս դաշտերը, կազմակերպության կամ ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրությամբ կամ նոտարի հեռախոսի համարը, մեր կազմակերպության համարը լրացնենք, որպեսզի եթե հանկարծ հայտարարագրի հետ կապված խնդիր առաջանա, մեր համարով զանգեն, մենք պատասխանենք հարցերին։ Ավելացված արժեքի հարկ, հարկման բազա։ Հարկման բազան ստանալու համար մենք ուրեմն ինչ ենք անում։ Վերցնում ենք ներմուծման ամսաթվի, փետրվարի 16-ին ենք ներմուծել, դրան նախորդ օրվա կենտրոնական բանկի կուրսը ՌԴ-ի, ռուսական ռուբլու և քանակը բազմապատկում ենք միավորյա արժեքով, մեր ընդհանուր ապրանքի արժեքը 79200 ռուբլի է, որը բազմապատկելով 4,801-ով ստանում ենք, որ հարկման բազան այսա է 3,900,175,92, 9,176, եկեք կլորացնենք, հարկի գումարը ինքնաշխատ կհաշվի 780,035 դրամ, վճարման ժամկետը հետաձգող ավելացված արժեքի հարկի գումար չունենք, ավելացված արժեքի հարկից ազատված չեն մեր ապրանքները ներմուծվող և բնապահպանական հարկ չունենք, ակցիզային հարկ ևս չունենք, եթե ապրանքը բնապահպանական հարկով հարկման ենթակա լիներ, այստեղից պետք է հարկ առաջացնեինք և ներմուծման դեպքում վճարեինք, ակցիզային հարկ ևս չունենք, նշումներ չունենք կատարելու, այլ փաստաթղթեր չենք գցում, տալիս ենք գրանցել, ձևաչափը սխալ է, այստեղ չենք մոռանում, որ +374-ով պետք է համարը նշենք պարտադիր, որը ես մոռացել էի, այս ձևաչափով պետք է պարտադիր համար նշենք, տալիս ենք գրանցել, գրանցվող տվյալներում կան ճշգրտումներ, ավտոմատ համակարգը այս դաշտերը 0 սահմանեց, որը որ չկան, մեր փոխարեն տալիս ենք գրանցել, վերջ, ուրեմն ներմուծման հայտարարագիրը պատրաստ է, դա իրենից ներկայացնում է, հիմա պետք է ստորագրենք ներմուծման հայտարարագիրը մեր
mobile ID-ով, էլեկտրոնային ստորագրությամբ, տալիս ենք հաստատել, հեռախոսի մեջ հավաքում ենք կոդը, ստորագրված է, այժմ պատրաստ է ուղարկման, հանձնում ենք ՊԵԿ, դուք համոզված եք, որ ցանկանում եք տվյալ հաշվետվությունը հանձնել ՊԵԿ, այո, ցանկանում եք պարտավորություն մարել կամ դեբետը միասնական հաշվին վերադարձնել մինչև վճարման վերջնաժամկետը, ոչ, այս հարկային հայտարարագիրը հանձնելուց հետո նոր ակտիվանում է ստեղծել ներմուծման հայտարարություն կոճակը, տալիս ենք ստեղծել ներմուծման հայտարարություն կոճակը և սկսում ենք լրացնել դաշտերը։ Վաճառողի նույնականացման կոդը, սա INN-ն է ռուսական կազմակերպության դեպքում, կազմակերպության անվանումը անհատ ձեռնարկիչի հանուն ազգանուն հայրանունը, սա հայերեն, սա ռուսերեն, սա հայերեն, սա նույն բանը ռուսերեն, երկրի ծածկագիրը, Ռուսաստանի Դաշնություն, գտնվելու բնակության վայրը, մեստը նախայցինը, սա հայերեն տարբերակը և ռուսերեն տարբերակը, պայմանագրի համարի (11.02.26) պայմանագիր ամսաթևը 11.02.26 աչունենք, հիմա գնացինք ապրանքի անվանումը, հայերեն և ռուսերեն, ապրանքի անվանումը, հայերեն փայտածուղ, ռուսերեն ուգլ դրևեսնիկ, քանակը 21600 կգ, արժեքը 799200, ծածկագիրը, արժեքը նշում ենք ռուսական ռուբլով, ծածկագիրը ռուբլի, փոխարժեքն ենք նշում 4.801, տրանսպորտային փաստաթուղթը ուղեկցող մեր համար չուներ, գրենք առանց համար, ամսաթիվ ուներ, թե չուներ, նայենք, 0.0226, հաշիվ ապրանքագրի համարը 0.16, ամսաթիվը 0.0226, ապրանքի հաշվառման ամսաթիվը 16 փետրվարին սահմանը հատել, ԱՀ-ի գումարը, հարկման բազան մեր սա էր 3.900.176,
դրույքաչափը 20% և արտոնություն չկա, սա էլ մեր այի գումարը վճարման ենթակա։ Այս տասին գրանցը ներմուծման հայտարարություն ևս գրանցված է, ստորագրում ենք բյուջեային էլեկտրոնային ստորագրությամբ, ասենք գրանցել, պատրաստ է ուղարկեք, համոզված եք, որ ուղարկել, այո, մեր ներմուծման հարկային հայտարարագիրը և ներմուծման հայտարարությունը արդեն իսկ պատրաստ է, մենք ուղարկել ենք պետ, գործողությունը կատարած վերջացած է, հիմա պետք է սպասենք հարկային մարմնի պատասխանին, հարկային մարմնի պատասխանը ստանալուց հետո բացեմ տեսքը տեսնենք այս երկուսի, Z3-ի և Z8-ի, սա ներմուծման հարկային հայտարարագիրն է, հաջորդը ներմուծման հայտարարությունն է, ներմուծման հայտարարությունը նաև երկու լեզվով է ստացվում, ռուսերեն և հայերեն, այս ամենից հետո, եթե ամեն ինչ կարգին է լինում, հիմա կարգավիճակը ենթակա է հաստատման, եթե ամեն ինչ կարգի է լինում, կարգավիճակը դառնում է ավարտված և ցույց տամ, թե ինչ փաստաթուղթ է նաև կցում հարկային մարմինը։ Հարկային մարմինը կցում է նաև ներմուծման հայտարարություն բաժին 2 փաստաթուղթը, որը մենք և սա հարկերը վճարելուց հետո հարկային մարմինը այս փաստաթուղթը կցում է մեր ներմուծման հայտարարագրին, որը և ներմուծման հայտարարությունը մենք ուղարկում ենք մեր կոնտրագենտին, որպեսզի նա կարողանա իր արտահանման սեռական դրույքաչափը իր երկրում հաստատի։